Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իրականում ներկայացված նախագիծը բարելավում է զինծառայողների վիճակը։ Տեսեք, ներկայումս, ինչպես նշեց պարոն փոխնախարարը, շարքային եւ սերժանտական կազմի համար տարեկան հասնում է 10-ից 15 օր արձակուրդ եւ այս օրենքի փոփոխությամբ ուժի մեջ մտնելուց հետո դա կդառնա բոլորի համար 21 օր։ Իսկ ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում, տարեկան նրանց արձակուրդի օրերը կկազմեն 30 աշխատանքային օր։ Եվ երկրորդ կարևոր փոփոխությունը, որի մասին ես ուզում եմ խոսել, տեսեք 2022 թվականից մենք ընդունեցինք օրենք, համաձայն որի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողները կստանան 3 սենյականոց բնակարան Երևան քաղաքում եւ ծառայությունը ավարտելուց հետո այդ բնակարանները կդառնան նրանց սեփականությունը, բայց մինչ այդ թույլատրվում էր այդ բնակարանները անգամ վարձով տալ, որևէ արգելք չկա եւ եթե ինչ-որ անհաղթարելի ուժի առկայության պայմաններում կամ մարդը զինծառայողը առողջության հետ կապված խնդիրներով ծառայությունը չի կարողանում շարունակել կամ Աստված մի արարածի զոհվում էր, ապա այդ բնակարանը իհարկե սեփականությամբ անցնում էր նրան կամ նրա ընտանիքին։ Հիմա տեսեք, այդ փոփոխությամբ 3 սենյականոց բնակարան բոլոր կուրսանտներին, ովքեր կստանան ավարտական դիպլոմը եւ լեյտենանտի կոչումը 4 տարի հետո Երևան քաղաքում։ Հիմա այս փոփոխություններով մենք տալիս ենք համապատասխան վկայական փաստաթուղթ, համաձայն որի ավարտած կուրսանտը կարող է տուն ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում, բայց գումարը, որը տալու է պետությունը, համարժեք է լինելու նույն օրը Երևան քաղաքում 3 սենյականոց բնակարանի գումարին։ Այսինքն ամեն տարի հաշվարկ է կատարվելու ինչ արժե 3 սենյականոց բնակարանը Երևան քաղաքում եւ այդքան փոխհատուցում է տալու մեր ավարտած կուրսանտին, ասելու է գնա որտեղից ուզում ես տուն առ։ Պատկերացրեք, ասենք 3 սենյականոց բնակարանի գնով ինչպիսի բնակարան կամ տուն կարելի է ձեռք բերել մեր գյուղերում, մարզերում, կարելի է հսկայական նույնիսկ առանձնատուն ձեռք բերել այդ գումարով։ Սա է ամբողջ նախագծի էությունը եւ նորից կրկին հիշեցնում եմ, որ մեր ռազմական ակադեմիան այսօր Հայաստանի Հանրապետության ռազմական ակադեմիան աշխարհի լավագույն ակադեմիաների 19 ակադեմիաների ցանկի մեջ է, բավականին բարձր որակի կրթություն է տալիս եւ կրթության հետ մեկտեղ սոցիալական ապահովության լուրջ խնդիրներ են լուծվում աննախադեպ, որը ոչ բոլորը գրեթե այդպիսի երկիր չկա, որտեղ հենց ավարտելիս լեյտենանտին բնակարան տան։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։